Ալյասկայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել, այրվել է բեռնանավ, որի վրա եղել է 3000 ավտոմեքենա, որից 2200-ը սովորական, 800-ը էլեկտրական։ Նշեմ նաև, որ նավը շարժվելիս է եղել Չինաստանից Մեքսիկա, երբ բռնկվել է հրդեհը դեռևս անհայտ պատճառներով։ Իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր։ ԱՄՆ-ի ծովափնյա պահակախումբը տարհանել է նավի 22 անձնակազմի անդամներին։ Նավը այժմ ծովում է և շարունակվում է վառվել։ Հրդեհի մարման աշխատանքները բարդացել են էլեկտրամեքենաների մարտկոցների պատճառով, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Մասկը հրապարակավ մեղադրել է Թրամփին սուտ խոսելու մեջ։ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային կարևոր տեխնոլոգիայի մատակարարումը, վտանգի տակ դնելով Կիևի հակադրոնային պաշտպանությունը։ Թրամփն ու Չինաստանի ղեկավարը զրուցել են 1.5 ժամ, ինչի մասին են խոսել ղեկավարները։ Այսը զանգել է հազարավոր ներգաղթյալների հանդիպման համար, բայց դռան մոտ նրանց սպասել են ձեռնաշղթաներով։ Ամազոնը փորձարկում է մարդանման առաքիչ ռոբոտներ, որոնք ապագայում կարող են փոխարինել մարդկանց։ Ամերիկացիները եւ ԱՄՆ-ում տարիներով ապրող հայերը կարող են հազարավոր դոլարներ ունենալ թոշակային հաշիվներում։ Այս մասին մանրամասն կխոսենք թողարկման ընթացքում։ ԱՄՆ-ում արտադրությունը կանգ է առնում, իսկ գործարանները կամ փակվում են, կամ փնտրում են այլ ելք ԱՄՆ-ից դուրս։ Թրամփի մաքսային քաղաքականությունն ուղարկում է ներդրումները այլ երկրներ, ինչ է սպասվում փոքր բիզնեսներին եւ արդյոք սա տնտեսական ճգնաժամի սկիզբ է։ Այս հարցերի պատասխանները կիմանաք թողարկման վերջում։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Թողարկումը սկսենք ամենաթեժ լուրից։ Թրամփն ու Մասկը հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Եկեք հասկանանք, թե որտեղից ու ինչից սկսվեց այս ամենը։ Եվ այսպես Թրամփը հայտարարել է, որ խորապես հիասթափված է Մասկից, քանի որ վերջինս քննադատել է իր առաջարկած օրինագիծը, չնայած նրան, որ նախկինում ակտիվ ներգրաված է եղել դրա քննարկումներում։ Մասկը, որը լքել է կառավարության արդյունավետության վարչության ղեկը, անմիջապես հերքել է գրելով. մեջբերեմ սուտ է։ Այդ օրինագիծը երբեք ինձ չեն ներկայացրել, այն ընդունվել է ուշ գիշերով, այնպիսի արագությամբ, որ նույնիսկ կոնգրեսի բազմաթիվ անդամներ հնարավորություն չեն ունեցել այն կարդալու։ Մեջբերման ավարտը։ Մայիսի 22-ին վավերացված փաստաթուղթը նախատեսում է հարկային արտոնությունների մեծացում եւ պետական ծախսերի ավելացում մինչեւ 3.8 տրիլիոն դոլար դեֆիցիտի աճով։ Մասկը դա անվանել է զզվելի անբարոյականություն, հակասող իր նախկին ֆինանսական սկզբունքներին։ Արձագանքը եղել է նաեւ անձնական։ Մասկը գրել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի ընտրություններում։ Վերջին օրերին նրանց հակասությունները վերածվել են հրապարակային հակամարտության, փոխադարձ մեղադրանքներով։ Մասկը նախաձեռնել է նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ առցանց քվեարկություն եւ կրկին բարձրացրել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գաղափարը։ Առցանց վեճը հասավ այնտեղ, որ հաշտարարի դերում հանդես եկավ Քանյե Ուեսթը։ Նա կողմերին կոչ է արել դադարեցնել վեճը։ Իր էջում նա գրել է. «Եղբայրներ, մենք ձեզ շատ ենք սիրում», ակնարկելով, որ հակամարտությունը գնալով խորանում է։ Ուեսթը, որն առաջ մտերիմ հարաբերություններ է ունեցել թե Թրամփի, թե Մասկի հետ, այժմ փորձում է հանդես գալ որպես հաշտարար։ Նա փորձում է վերադարձնել համագործակցության եւ փոխըմբռնման մթնոլորտը, մինչեւ Մասկն ու Թրամփը շարունակում են միմյանց հրապարակային քննադատել։ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր պետական սուբսիդիաներն ու պայմանագրերը, որոնք տրվում են Մասկին պատկանող ընկերություններին։ Մասկը արձագանքելով այս հայտարարությանը իր հերթին ասել է, որ SpaceX-ը անմիջապես կսկսի դուրս բերել Dragon տիեզերանավը շահագործումից։ Dragon տիեզերանավը երկար տարիներ օգտագործվել է միջազգային տիեզերական կայան ուղևորություններ կատարելու, բեռներ եւ անձնակազմ տեղափոխելու, ինչպես նաեւ գիտական սարքավորումներ ու նշումներ վերադարձնելու համար։ Այն դարձավ ԱՄՆ-ի առաջին հաջողակ մասնավոր տիեզերանավը, որը կարող էր վերադարձնել օգտակար բեռներ երկիր։ Սակայն առանց պետական ֆինանսավորման ծրագրի շարունակությունը դառնում է անհիմն։ Եթե Dragon-ը դուրս բերվի շահագործումից, NASA-ն ստիպված կլինի կրկին ապավինել Ռուսաստանի
Իրանի տիեզերանավերին։ Ամեն դեպքում ավելի ուշ Մասկը գրեց, որ պետք է մի քիչ սառել եւ շարունակել տիեզերանավի գործարկումը։ Սակայն սկանդալը ցույց է տալիս, որ նրա եւ Թրամփի հարաբերությունները սրվել են, իսկ պետական մասնավոր համագործակցությունը անորոշ է։ Վաշինգտոնում տեղի է ունեցել խորհրդանշական մի իրադարձություն։ Գերմանիայի կանցլերը Թրամփին է հանձնել իր պապի Ֆրիդրիխ Թրամփի ծննդյան պաշտոնական վկայականը։ Այս փաստաթուղթը թվագրվում է 1869 թվականով, երբ Թրամփի պապը ծնվել էր Բավարիայում։ Ֆրիդրիխ Թրամփը 1885 թվականին դեռ 16 տարեկանում ներգաղթել էր ԱՄՆ, ունենալով վարսահարդարի մասնագիտություն։ Նրա պատմությունը դարձել է Թրամփի ընտանիքի ամերիկյան ճյուղի սկիզբը։ Գերմանիայի կանցլերի այս ժեստը դիտվում է որպես բարեկամական եւ խորհրդանշական քայլ, ամրապնդելու անձնական եւ պատմական կապերը երկու երկրների ղեկավարների միջև։ Առանց հանրային հայտարարության Պենտագոնը կոնգրեսին տեղեկացրել է, որ հատուկ պայթուցիչները, որոնք օգտագործվում էին ուկրաինական հրթիռներում ռուսական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար, այլևս չեն տրամադրվի Ուկրաինային։ Այս բաղադրիչները փոխարենը կուղղվեն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերին։ Այս քայլը ըստ վերլուծաբանների ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային թուլանում է եւ միաժամանակ վկայում է կարևորագույն ռազմական տեխնոլոգիաների պակասի մասին։ Այս որոշումը հատկապես զգալի հարված է Կիևին, որը հույս ուներ ամերիկյան հրթիռային տեխնոլոգիաներով շարունակել արդյունավետ պայքարը ռուսական դրոնների դեմ։ ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարներ մնացել են մոռացված թոշակային հաշիվներում, ոմանք անգամ դրա մասին չգիտեն։ Ընդհանուր առմամբ շուրջ 1.7 տրիլիոն դոլար է կուտակված նման հաշիվներում։ Աշխատանքից աշխատանք անցնելիս մարդիկ հաճախ կորցնում են կապը իրենց հաշիվների հետ։ Այս խնդիրը վերաբերում է նաև ԱՄՆ-ում բնակվող հայերին, որոնք տարիների ընթացքում ունեցել են թոշակային խնայողություններ։ Այս երևույթը ոչ միայն անձնական, այլև համազգային ֆինանսական ռիսկ է, ազդելով թե մարդկանց ապագա բարեկեցության, թե ամբողջ տնտեսության կայունության վրա։ Ըստ 2023 թվականի տվյալների, ԱՄՆ-ում գոյություն ունի 29 միլիոն մոռացված կամ չօգտագործվող հաշիվ, որոնց միջին մնացորդը հասնում է 56616 դոլարի։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ տարիներ շարունակ գուցե անգամ չեն գիտակցում, որ իրենց անունով գոյություն ունի խնայողություններով լի հաշիվ։ Խոսքը 401K ծրագրի մասին է։ Սա ԱՄՆ-ում ընդունված ձև է։ Մարդը բացի պետական թոշակից բացում է իր համար խնայողության հաշիվ, որտեղ կուտակում է գումար եւ պետությունը թույլ է տալիս դա անել առանց հարկ վճարելու։ Այս գումարները հիմնականում ներդրվում են ֆոնդերի եւ բաժնետոմսերի մեջ ու տարիների ընթացքում ավելանում են։ Այդ 29 միլիոն մոռացված հաշիվները կազմում են ամբողջ 401K համակարգում պահվող գումարների մոտ 25%-ը, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը մի քանի մարդու մասին չէ։ Դա զանգվածային համակարգային բացթողում է, որը վերաբերում է միլիոնավոր աշխատողների եւ նրանց ապագա թոշակային ապահովությանը։ Այս երևույթը ավելի պարզ է դառնում, երբ դիտարկում ենք աշխատանքի փոփոխության վիճակագրությունը։ Օրինակ 1957-ից 64 թվականներին ծնված ամերիկացիները իրենց կյանքի ընթացքում միջինում փոխում են աշխատանքը 12 անգամ, իսկ միայն 2021 թվականին մեծ հրաժարականների ընթացքում 47 միլիոն մարդ լքել է աշխատանքը, հաճախ մոռանալով իրենց թոշակային խնայողությունները տեղափոխել նոր հաշիվների։ Երբ աշխատողը հեռանում է աշխատանքից, ընդամենը 1 կամ 2 տարի անց նրա 401K հաշիվը կարող է լինել մի քանի հազար դոլար։ Սակայն տարիների ընթացքում այդ փոքր գումարները կարող են զգալի աճել։ Եթե օրինակ 10-15 տարի առաջ հաշվում եղել է ընդամենը 5000 դոլար, ապա շուկայի աճի շնորհիվ այսօր այն կարող է հասնել 20000 դոլարի կամ նույնիսկ ավելին, կախված ներդրումներից։ Այսօր մոռացված թոշակային հաշիվ գտնելը բավականին հեշտ է։ ԱՄՆ-ում ապրողը պետական կայքի միջոցով կարող է լրացնել իր սոցիալական համարը ու պարզել, արդյոք ինքը ունի մոռացված հաշիվ, թե ոչ։ Անգամ կան հատուկ ընկերություններ, որոնք օգնում են մարդկանց, այնպես որ գործի անցեք, գուցե դուք միլիոնատեր եք։ ԱՄՆ-ում տնտեսական անորոշության ֆոնին բազմաթիվ քաղաքացիների թոշակային կուտակումները կտրուկ նվազել են։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներդրումային ֆոնդերում պահվող միջոցների չափը վերջին ամիսներին կրճատվել է։
Պատճառը հիմնականում ֆինանսական շուկաների տատանումներն են եւ բարձր տոկոսադրույքները, որոնք ազդել են ներդրումների եկամտաբերության վրա։ Այնուամենայնիվ, ամերիկացիները շարունակում են եկամտի մի մասն ուղղել թոշակային նպատակների։ Ըստ ֆինանսական կառույցների, քաղաքացիների մեծ մասը ներկայումս իր աշխատավարձի մոտ 5-ից 10% կանոնավոր փոխանցում է թոշակային հաշիվների վրա։ Այս միտումը վկայում է, որ մարդիկ գիտակցում են կուտակումների անհրաժեշտությունը անկախ տնտեսական անկայունությունից։ Մեկնաբանություններում գրեք, դուք շարունակելու եք փոխանցումներ կատարել ձեր թոշակային հաշվին այս տնտեսական անորոշության պայմաններում։ Թրամփը հայտարարել է, որ մոտ 1.5 ժամ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները։ Թրամփը նշել է, որ զրույցը եղել է շատ դրական եւ օգտակար, ընդգծելով, որ սա բացառապես տնտեսական բանակցություն էր։ Հիմնական շեշտը դրվել է ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքների եւ տնտեսական համագործակցության վրա։ Չինաստանի նախագահը պաշտոնապես Թրամփին հրավիրել է Չինաստան եւ Թրամփն էլ արդեն տվել է իր համաձայնությունը։ Անցնենք քաղաքական սրամտություններին։ Թրամփը հումորով է արձագանքել Գերմանիայի կանցլերի խոսքին Նորմանդիայի վայրեջքի 81-ամյակի միջոցառման ժամանակ, ասելով, մեջբերեմ, դա երևի ձեզ համար ամենալավ օրը չէ։ Մեջբերման ավարտը։ Այսպիսով Թրամփը ակնարկել է Գերմանիայի պարտությունը երկրորդ աշխարհամարտում։ Կանցլերը կատակը լուրջ է ընդունել, պատասխանելով, որ պատերազմն ավարտվեց ԱՄՆ-ի օգնությամբ եւ հենց դա էլ քանդեց նացիստական բռնապետությունը։ Նա հավելել է, որ այսօր էլ Ամերիկան կարող է վճռական դեր խաղալ, կանգնեցնելով ռուս-ուկրաինական պատերազմը։ Թրամփը շարունակել է իր բնորոշ ոճով ու նոր համեմատություն բերել, ասելով, թե այդ պատերազմը հիշեցնում է երկու կռվող երեխաների։ Սկզբում թող կռվեն, հետո նոր կբաժանենք։ Նյու Յորքում քաղաքացիների կյանքի որակի վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները այդքան էլ հուսադրող չեն։ Քաղաքացիական բյուջետային հանձնաժողովի անցկացրած հարցման ժամանակ 1700 բնակիչներից միայն 1/3-ն է նշել, որ Նյու Յորքում ապրելը լավ կամ գերազանց է։ Դա զգալի անկում է 2017 թվականի համեմատ, երբ լավ կարծիք ուներ գրեթե կեսը։ Բնակիչների դժգոհության հիմնական պատճառներն են հանցագործությունների աճը, փողոցների աղտոտված վիճակը, հասարակական տրանսպորտի խնդիրները եւ քաղաքային ծառայությունների հաճախակի խախտումները։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին բարդ է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart System մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումները եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցներին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Հիշեցնեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում եւ Smart System մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Թողարկման այս հատվածում լուրեր միգրացիոն քաղաքականությունից։ Ամենամեծ զանգվածային ձերբակալություններն են եղել այսի պատմության մեջ, մեկ օրում ավելի քան 2200 ներգաղթյալ։ Նրանցից շատերին նախօրոք ուղարկվել են նամակներ, իբր պետք է ներկայանան հերթական վարչական հանդիպմանը, սակայն ժամանելուն պես նրանց ձերբակալել են։ Այս զանգվածային գործողությունը համընկնում է Թրամփի վարչակազմի կողմից արտաքսումների արագացման քաղաքական ճնշման հետ։ Գործողության թիրախում հիմնականում եղել են ներգաղթյալներ, ովքեր նախկինում ազատ էին արձակվել այլընտրանքային վերահսկողության ծրագրով, գտնվելով մշտական հսկողության տակ հավելվածների, սարքերի կամ պարբերական այցելությունների միջոցով։ Այսի խոսնակը հայտարարել է, որ բոլոր ձերբակալվածները ունեցել են արտաքսման իրավական որոշում, սակայն իրավապաշտպանների խոսքով որոշ դեպքերում այդ որոշումները դեռ վիճարկվում էին դատարաններում, իսկ մի մասը ստացել է միայն վարչական ծանուցում առանց իրավունքից հրաժարվելու։ Լուիզիանան ընդունել է օրենք, ըստ որի արգելում է այսպես կոչված քիմթրեյլները։ Չնայած գիտնականներն ասում են, որ դրանք պարզապես ինքնաթիռների թողած ջրի գոլորշու հետքեր են։ Օրինագծի հեղինակը պնդում է, թե օդում սփռվում են վտանգավոր նյութեր, բոլոր մասնագետները շեշտում են, սպիտակ գծերը առաջանում են շարժիչից դուրս եկող ջերմ օդի սառեցումից եւ ոչ մի վնաս չունեն։ Նման օրենքներ այժմ քննարկվում են նաեւ ԱՄՆ-ի 8 այլ նահանգներում։ Amazon ընկերությունը սկսել է փորձարկել նոր մարդանման ռոբոտները, որոնք հետագայում կարող են փոխարինել առաքիչներին։
Այս ռոբոտները շարժվում են մարդու պես և փորձարկվում են հատուկ տարածքներում, անցնելով տարբեր խոչընդոտներ, սովորելով ինչպես հասցնել ծանրոցը ուղիղ գնորդի դռան մոտ։ Ընկերությունն ասում է, որ այս ռոբոտները կօգնեն արագացնել առաքումները և կկրճատեն ծախսերը, բայց շատերը մտահոգված են, որ այդ տեխնոլոգիան կարող է վնասել աշխատաշուկային, փոխարինելով մարդկանց։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ի բիզնեսի վստահության բյուրոն պարբերաբար ստանում է բողոքներ առցանց գնումների խարդախությունների մասին։ Գնորդները հաճախ բախվում են դեպքերի, երբ պատրված ապրանքը երբեք չի առաքվում կամ առաքումն անընդհատ հետաձգվում է, պատճառաբանելով մաքսատուրքեր կամ մաքսային խնդիրներ։ Այսպիսի պատճառաբանությունները կարող են խարդախության նշան լինել։ Նման դեպքերում հաճախորդները հաճախ կորցնում են իրենց գումարը առանց որևէ ապրանք ստանալու։ Հետևաբար միշտ ստուգեք վաճառողի օրինականությունը, նախքան վճարում կատարելը, ուսումնասիրեք կայքը, վերադարձման կանոնները և հնարավոր հավելյալ ծախսերը։ Պարզվում է Դիսնեյի հեքիաթային աշխարհները միայն զվարճանքի վայր չեն։ Դիսնեյլենդը և Walt Disney World-ը տարեկան շուրջ $67 միլիարդ տնտեսական ազդեցություն են ունենում ԱՄՆ-ում և աջակցում են ավելի քան 403 հազար աշխատատեղերի ստեղծմանը։ Ըստ նոր զեկույցի, նրանց ազդեցությունը համեմատելի է ամերիկացիների Սուրբ Վալենտինի, Մայրության օրվա և Հելոուինի բոլոր ծախսերի գումարի հետ։ Կրիպտոաշխարհում իսկական պայթյուն է։ Circle ընկերությունը, որը թողարկում է կայունարժեք USDC կրիպտոարժույթը, Նյու Յորքի բորսայում առաջին իսկ օրն աճել է 168%, դառնալով կրիպտո ոլորտի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հրապարակային վաճառքը։ Ընկերության արժեքը այժմ հասել է $18.36 միլիարդ, իսկ բաժնետոմսերն արդեն գրավել են խոշոր ներդրողներին։ Եթե ձեզ հետաքրքրում են նման նորությունները և ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին և բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Գլենդել քաղաքի բանտում ժամանակավորապես պահվում են միգրացիոն ձերբակալվածները, ինչը իրավաբանների դիտարկմամբ անօրինական է և հակասում է Կալիֆոռնիայի օրենքին։ Այս տարվա հունվարից սկսած այսը այնտեղ պահել է 82 ներգաղթյալի առանց պաշտոնական գրանցման։ Քաղաքապետարանը պնդում է, որ նրանց տրամադրվել են հիմնական պայմանները, սակայն քաղաքային խորհրդի վերջին նիստում ներգաղթի մի փաստաբան էլ նշել է, որ իր պաշտպանյալը բանտում անգամ սնունդ չի ստացել, ընդգծելով, որ պայմանագիրը այսի հետ պետք է անհապաղ դադարեցվի։ Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ օրգանիկ ռանչեր ապրանքանիշի աղացած միսը կարող է աղտոտված լինել վտանգավոր բակտերիաներով։ Թեև միսը հանվել է վաճառքից, բայց այն կարող է դեռ լինել սպառողների սառնարաններում։ Պաշտոնյաները կոչ են անում միսը անմիջապես դեն նետել կամ վերադարձնել խանութ։ Միսը արտադրվել է մայիսի 22-ից 23-ին և մինչև հունիսի 19-20 ժամկետի մեջ է։ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ էլեկտրական հեծանիվների և սկուտերների առավելագույն արագությունը քաղաքում կսահմանվի 15 մղոն ժամում, մոտավորապես 24 կմ/ժ։ Այս որոշումը վերաբերում է ինչպես փողոցներին, այնպես էլ հեծանվային ճանապարհներին։ Քաղաքային իշխանությունները նշում են, որ հեծանվորդները հաճախ գերազանցում են արագությունը, անտեսում երթևեկության կանոնները և վտանգի տակ են դնում մյուսների կյանքը։ Վերջին օրերին գրանցվել է մահվան դեպք, երբ հեծանվորդը բախվել է մի տղամարդու։ Քանի որ հեծանվորդներն ապահովագրված չեն, դժվար է նրանցից պահանջել փոխհատուցում կամ ենթարկել պատասխանատվության։ Մեկնաբանություններում գրեք, ինչ կարծիք ունեք այս նոր օրենքի մասին, համաձայն եք, որ էլեկտրական հեծանիվները ու սկուտերները պետք է սահմանափակ արագություն ունենան։ Ապրիլին ԱՄՆ տնտեսությունը հարված ստացավ արտադրության ոլորտից, երբ հայտնի դարձավ, որ տեղական արտադրանքի նոր պատվերները կրճատվել են 3.7%-ով։ Մարտին պատվերները աճել են 3.4%-ով, սակայն ապրիլին անկումը ոչ միայն փոխեց միտումը, այլև եղավ սպասվածից ավելի ուժեղ։ Այս տվյալները հրապարակվել են այն պահին, երբ ԱՄՆ-ն նոր տնտեսական անորոշության փուլում է Թրամփի մաքսային քաղաքականության պատճառով։ Վերջին ամիսներին շատ ընկերություններ շտապել էին մեծ գնումներ կատարել մինչև սակագների բարձրացումը, սակայն այդ ազդեցությունը արդեն անցել է։ Ապրիլյան անկումը ցույց է տալիս հենց այդ ժամանակավոր ակտիվության ավարտը։
Թեև պատվերները տարվա կտրվածքով աճել են 2%-ով, սակայն սա բավարար չէ վստահության վերականգնման համար։ Մյուս կողմից էլ մաքսատուրքերի անորոշության պայմաններում բիզնես ներդրումները սարքավորումների ոլորտում շարունակում են թուլանալ։ Թրամփի վարչակազմի նպատակն էր մաքսատուրքերի միջոցով վերակենդանացնել տեղական արտադրությունը և վերադարձնել գործարանները ԱՄՆ, սակայն շուկայի արձագանքը հակառակն է։ Ընկերությունների մի մասը սկսել է քննարկել արտադրությունը տեղափոխել Չինաստան, նշելով, որ ԱՄՆ-ում բիզնես վարելու գինը չափազանց բարձր է դարձել։ Բազմաթիվ ընկերություններ արդեն փոխել են իրենց մատակարարման շղթաները, որոնելով ավելի մատչելի ու կայուն տարբերակներ։ Օրինակ, որոշ ավտոմոբիլային և էլեկտրոնային արտադրողներ նախապատրաստվում են իրենց տնտեսությունը տեղափոխել Չինաստան ու Վիետնամ, իսկ արդեն Ամերիկա կվերադառնան միայն հավաքման վերջին փուլում։ Սա օգնում է շրջանցել մաքսատուրքերը մնալով ամերիկյան շուկայում, սակայն միևնույն ժամանակ հակասում է այն նպատակին, որի համար մաքսերը ի սկզբանե ներդրվել էին։ Խոշոր ընկերությունները այսպես են ուզում լուծել մաքսերի հարցը, բայց այս ամենը ծանր հետևանքներ է թողել նաև փոքր բիզնեսի վրա։ Շատերը նախկինում ապրանքներ ներմուծում էին Ասիայից ու վաճառում տեղացիների վրա, իսկ այժմ այս պայմաններում հիմա կանգնել են նրանք խնդրի առջև, կամ պետք է փոխեն մատակարարման շղթան, կամ փակեն բիզնեսը։ Առևտրային անորոշությունը դարձել է խոչընդոտ նոր ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար, իսկ ապրիլյան արտադրության անկումը միայն վիճակագրական թիվ չէ, այլ զգուշացնող ազդանշան, որ բիզնեսները սկսել են հետ կանգնել արտադրության ընդլայնումից և սարքավորումների ձեռքբերումից, չհավատալով տնտեսության կանխատեսելիությանը։ Թրամփի մաքսային քաղաքականությունը այս պահին ունի երկակի ազդեցություն։ Մի կողմից խթանում է տեղական բիզնեսի առաջխաղացմանը, մյուս կողմից խանգարում է ներդրումային կայունությանը և ավելացնում տնտեսական ռիսկերը։ Քանի դեռ քաղաքականությունը անորոշ է և շուկայի պահանջներին չի համապատասխանում, արդյունաբերության վերականգնման հավանականությունը քիչ է։ Այժմ նորություններ տեխնոլոգիական աշխարհից։ TikTok-ը արգելափակել է Skinny Talk հեշթեգով որոնումները, քանի որ դրանք խրախուսում են անառողջ նիհարությունն ու ուտելու խանգարումները։ Հիմա, եթե այդ հեշթեգներով փնտրեք, կտեղափոխվեք հոգեկան առողջության աջակցության էջեր։ Բարեգործական և պետական կառույցները ողջունել են այս քայլը, ընդգծելով, որ նման բովանդակությունը վտանգավոր է հատկապես դեռահասների համար։ TikTok-ը հայտնել է, որ շարունակելու է հետևել բովանդակության անվտանգությանը, սակայն մասնագետները զգուշացնում են, որ արգելված հեշթեգները օգտատերերը հաճախ շրջանցում են, օգտագործելով նոր տարբերակներ կամ այլ ձևակերպումներ։ ԱՄՆ-ում կրկին կիբերհանցագործության վտանգ կա։ Հայտնի ամերիկացիների iPhone-ները ենթարկվել են հնարավոր լրտեսական հարձակման։ Սարքերում հայտնաբերվել են կասկածելի խափանումներ և վնասակար հավելվածներ, որոնք հնարավոր է տեղադրվել են հեռակառավարմամբ։ Apple-ը արձագանքել է, պնդելով, թե դա տեխնիկական հին սխալ է, որը շտկվել է համակարգի թարմացման միջոցով, բայց մասնագետները զգուշացնում են, որ նույնիսկ այսպիսի պաշտպանված սարքերը կարող են լրտեսների թիրախում լինել, հատկապես երբ խոսքը քաղաքական գործիչների մասին է։ Uber ընկերությունը ներկայացրել է նոր ծառայություն հատուկ տարեցների համար։ Նոր ծառայությունը ունի բավականին պարզեցված ինտերֆեյս, որը թույլ է տալիս հեշտությամբ պահպանել հաճախ այցելվող վայրերը, ինչպես նաև վճարել ուղևորության համար հարազատների բանկային քարտով։ Ծրագիրը նախատեսում է նաև ընտանեկան պրոֆիլի միացում։ Երեխաները կարող են օգնել ծնողներին պատվիրելով մեքենա և հետևելով նրանց երթուղուն իրական ժամանակում։ Այս նոր տարբերակը հասանելի է արդեն ամբողջ երկրում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որ երկրից կամ քաղաքից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։